Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերն է, ես Գառնու Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Աղմուկ ու քաշքշուկ եկեղեցում կան ձերբակալվածներ, ինչ է տեղի ունեցել Սուրբ Աննայում։ Թիրախը հոգևոր արժեքներն են, ինչու է սադրում իշխանությունը։ Ահազանգ փաստաբանից ԱԱԾ ծառայողը սպառնում է արցախցուն։ Նոր հանրային հետապնդում Գյումրիում հոկտեմբերին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, որն է մեղադրանքը։ 9 բալանոց խցանում ու ջրափոսեր մայրաքաղաքում, ինչ վիճակ է Երևանում։ Մայրաքաղաքում աշխատանքային շաբաթն սկսվել է 9 բալանոց խցանումով ու բազմաթիվ վթարներով։ Անձրևը կրկին կատվածահար էր արել Երևանի երթևեկությունն ու լցրել բաց մնացած փոսերը։ Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը տեսանյութ է հրապարակել Գյուրջյան փողոցից։ Մեր հետևորդներն էլ տեսանյութեր են ուղարկել Դավթաշենից։ Դիտենք։ Օվկիանոս Պրոմաքս Իսկ հետքը գրել է, որ շինարարների փողոցում ջրագծի փոփոխության աշխատանքի ընթացքում թիվ 18 ավտոբուսը կանգառի հատվածում անցել է հողով ծածկված փոսի վրայով ու ընկել դրա մեջ։ Կիրակի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քարոզարշավի փոխարեն այցելել էին եկեղեցի, մասնակցելու պատարագի, որի ժամանակ ի դեպ հնչել է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի Սուրբ Աննա եկեղեցուց դուրս գալու ժամանակ միջադեպ է եղել, ինչից հետո սկսվել է քաշքշուկ։ Միջադեպից հետո 3 անձի ձերբակալել են, նախաձեռնել են քրեական վարույթ, խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությունը միջամտելու հոդվածներով, հայտնում է քննչական կոմիտեն։ Երեկոյան ձերբակալվածներից 2-ին կենտրոնի քննչական բաժնից տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր։ Քանի որ այն կողմ հատվածը չի կարելի նկարահանել, Հաներին բերման են ենթարկել, այս պահին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայր։ Եղբայրներից մեկն է։ Եղբայր քո հետ ենք։
Եկեղեցու բակում ձերբակալված զույգ եղբայրները դպրոցական են, նրանք ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն, գործընկերոջս հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Նրա խոսքով դիմել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բայց արձագանք չեն ստացել։ Երեխաներին դեռ մեղադրանք առաջադրված չի ներկայացված չի, չեմ կարող ասել մեղադրանքը ինչի մասին կլինի եւ ինչ մոտվածով կլինի։ Երեխաները այստեղ խնդիրը որն է, որ երեխաները ունեն առողջական շատ լուրջ խնդիրներ, որոնք իմ գնահատմամբ նաև անհամատեղելի են ազատությունից զրկման հետ։ Ես ուզում եմ նաև հատուկ նշեմ, քանի որ տեղեկացել եմ, որ թե հիմա իշխանական, թե ով այսպես սոցիալական հարթակներում չգրավումներ են արվում եւ հրապարակումներ են արվում, թե երեխաները ինչ որ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ դրանց կողմից են մորթված եւ այլն, նման բան չկա։ Երեխաները որևէ կուսակցության, որևէ քաղաքական ուժի անդամ չեն, ընդամենը այդ օրը, ինչպես եւ մնացած օրերին, մասնակցել են առավոտյան պատարագի, ծաղկազարդի արարողակարգին։ Իսկ որն էր 3 տեղի ունեցածի նպատակը, այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի խոսքով դա տեղավորվում է ամեն օր ավելի այլանդակ բան իշխանության մարտավարության մեջ։ Փորձագետը հորդորում է ավելի խորքային ուսումնասիրել տեղի ունեցածը։ Մարդիկ հոծ բազմությամբ եկել էին տոնական պատարագի ու հանկարծ ներս է մտնում մարդ, որը երկար ժամանակ է վիրավորում է նրանց հոգևոր արժեքները, սրբությունները։ Ակնհայտ է, որ պետք է լիներ էմոցիոնալ ռեակցիա, չկառավարվող էմոցիաներ։ Եկեղեցում պատարագին ներկա մարդկանց համար վեհափառը սրբություն է։ Գալիս է մեկը, որը կեղծ մեղադրանքներով կալանավորել է բարձրաստիճան հոգևորականների, որոնք այս մարդկանց համար կարևոր հեղինակություններ են։ Հատուկ եկել է Մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի, շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում։ Հնարավոր չէ որևէ ընտանիքի անդամներին հրապարակայնորեն վիրավորելուց հետո գնալ, խցկվել նրանց ընտանեկան միջոցառմանը։ Որն է նպատակը ի վերջո։ Սադրանքը բոլոր տոներն ու ծեսերը պիտի փչացնի, միայն իր ավտոբուսում պիտի լինի ուրախություն։ Ուրախ ավտոբուս ձևակերպումը որպես սարկաստիկ գուցե լավն է, ստացված է, բայց այն վերածվում է այլանդակ ավտոբուսի, որը շատ վտանգավոր է։ Դոնի Ռոստովում հանրահավաք է տեղի ունեցել Հայ առաքելական եկեղեցուն եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին համերաշխություն հայտնելու նպատակով։ Ըստ ռուսական լրատվամիջոցների միջոցառմանը մասնակցել է մոտ 1500 մարդ։ Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Հարութ Տերտերյանը հայտնել է, որ հայ համայնքի ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ներկայիս իրադարձությունները որակելով որպես ճնշում եկեղեցական կառույցների վրա։ Փաստաբան Ռոման Երիցյանն է ահազանգ հնչեցրել։ ԱԱԾ ծառայողը սպառնում է Արցախցուն։ Տաքսու արցախցի վարորդներից մեկը պատմել է, որ հաճախորդներից մեկը վիրավորական եւ անպարկեշտ արտահայտություններ է արել Արցախի նախագահի եւ Արմինե Մոսյանի հասցեին։ Ի պատասխան վարորդը նշել է, որ նման խոսքերի հասցեատերը ոչ Սամվել Շահրամանյանն է, ոչ էլ Արմինե Մոսյանը, այլ Նիկոլ Փաշինյանը։ Զրուցակիցն էլ հայտարարել է, որ հանդիսանում է ազգային անվտանգության ծառայող եւ հավելել, որ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար վերջինս շուտով պատասխան կտա։ Դատախազությունը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմի ինքնակամ շինությունների եւ հողի վերահսկողության բաժնի պետի, համայնքապետի խորհրդականի, կրթության բաժնի 3 աշխատակցի նկատմամբ նախնական համաձայնությամբ իրենց իշխանական եւ ծառայողական լիազորություններն անցնելու համար։ Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել նաեւ Գյումրիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների 8 տնօրենների նկատմամբ։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ սպանվել է Իրանի բնական պաշարների եւ ջրային ավազանների կառավարման կազմակերպության պահպանության ստորաբաժանման հրամանատար Մաջիդ Զաքարիային։ Խոսքը պետական այն կառույցի մասին է, որը պատասխանատու է անտառների եւ ջրային ռեսուրսների պահպանության համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ոչնչացրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հեռահար ռադիոտեղորոշման եւ կառավարման օդանավը։ ՌԻԱ Նովոստին գրել է, որ I3 օդանավը եղել է Սաուդյան Արաբիայի Պրինց Սուլթան ավիաբազայում։ Թեհրանում Ալ-Արաբի քաթարական հեռուստաալիքի գրասենյակը վնասվել է Իսրայելի հարվածի պատճառով։ Խմբագրության աշխատանքը կաթվածահար է եղել, իսկ շենքի մոտակայքում վնասված շինությունների փլատակ կույտեր են։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։
Բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել Միացյալ Նահանգներում ընդդեմ նախագահ Թրամփի քաղաքականության։ Ցույցերն անցկացվել են No Kings ոչ թագավորներին կարգախոսի ներքո։ Միացյալ Նահանգների տարբեր հատվածներում անցկացված ցույցերին մասնակցել են միլիոնավոր մարդիկ։ Մասնակիցներն իրենց դժգոհություն են հայտնում ժողովրդավարական ինստիտուտների խաթարման, Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմի եւ ներգաղթային քաղաքականության խստացման վերաբերյալ։ Թշնամին բացահայտորեն ուղարկում է բանակցությունների մեսիջներ, միևնույն ժամանակ գաղտնի կերպով պլանավորում է ցամաքային ներխուժում, չկասկածելով, որ մեր զինվորները սպասում են ամերիկյան զորքերի ցամաքային մուտքին, որպեսզի կարողանան նրանց հրկիզել եւ ընդմիշտ պատժել նրանց տարածաշրջանային գործընկերներին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Մենք գիտենք թշնամու թուլությունները եւ հստակ տեսնում ենք վախի ու սարսափի նշաններ, ասել է նա։ So this is a big day, a beautiful day, potentially. Ես սիրում եմ Իսրայելը, ես սիրում եմ Իսրայելի ժողովրդին եւ ես շատ հպարտ եմ եւ ուրախ նրանց աջակցությամբ, հերթական անգամ հայտարարել է Թրամփը։ Իսրայելի վարչապետը նոր հրաման է տվել։ Ես հանձնարարել եմ ընդլայնել Լիբանանում գործող անվտանգության բուֆերային գոտին, ասել է նա։ Ես ասել էի, որ մենք կփոխենք մերձավոր արևելքի տեսքը եւ մենք դա արեցինք, հավելել է Նեթանյահուն։ Eleviamo la nostra supplica al principe della pace. Աստված չի ընդունում այն առաջնորդների աղոթքները, որոնք պատերազմներ են սկսում ու արյունոտ ձեռքեր ունեն։ Կիրակնորյա պատարագի ժամանակ ասել է Հռոմի Պապը։ Նա խստորեն դատապարտել է շարունակվող պատերազմները եւ կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն աշխարհի բոլոր ծայրերում։ Սարսափելի բռնություն է պատերազմը, իսկ կրոնը չի կարող օգտագործվել այն արդարացնելու համար, ընդգծել է Պոնտիֆիկոսը։ Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում, որտեղ նախատեսված էր համացանցում արգելափակումների դեմ բողոքի ակցիա, ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 10 մարդու։ Ակտիվիստները փորձել են թույլտվություն ստանալ մարտի 29-ին ամբողջ երկրում ինտերնետում արգելափակումների դեմ հանրահավաքներ անցկացնելու համար, սակայն ամենուրեք մերժում են ստացել։ Իշխանությունները դա բացատրել են անվտանգության նկատառումներով։ Հյուսիսային Կովկասն արդեն քանի օր է ջրի գերության մեջ է։ Հորդառատ անձրևներից եւ դրանց առաջացրած ջրհեղեղներից ամենաշատը տուժել է Դաղստանը։ Ջուրը լցվել է մարդկանց տներ, քշել տարել մեքենաներ։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն էլ արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Տուժել է նաեւ մայրաքաղաք Գրոզնին։ Հորդառատ անձրևները հանգեցրել են սողանքների եւ գետերում ջրի մակարդակի բարձրացման։ Եվ վերջում Իսրայելը Երուսաղեմի լատին պատրիարք Պիցաբալային արգելել է մտնել Սուրբ Հարության տաճար առանց բացատրության։ Դարերի ընթացքում առաջին անգամ եկեղեցու առաջնորդներին արգելվել է Ծաղկազարդի պատարագը մատուցել Սուրբ Հարության տաճարում, ասվում է պատիարքարանի հայտարարության մեջ։ Մերժումը պայմանավորված է անվտանգության հետ կապված մտահոգություններով, ավելի ուշ հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, եթերում կլինի Սվետլանա Պետրոսյան։